Բայց միևնույն ժամանակ այդ բանակցային անցյալի մի հատվածը Նիկոլ Փաշինյանը իր կապանի ասուլիսում հանրայնացրել է, ինչի համար ստացել է շատ կոշտ պատասխան Մինսկի խմբի համանախագահներից այն ժամանակ, որ դու երևի նոր ես այս ամեն ինչի մեջ, գաղտնի փաստաթղթերը չեն հանրայնացնում։ Եվ ինչ էր ասվում այդ առաջարկում, որը դուք եք հրապարակել, որ մենք ստանալու ենք, որ Արցախի հանրապետության համար մենք ստանալու ենք միջանկյալ կարգավիճակ։ Եվ միջանկյալ կարգավիճակը ըստ սահմանման չի կարող լինել ավելի վատ, քան դե ֆակտո իրավիճակներ։ Հնարավորություն էր լինելու ԵԱՀԿ իրեն վերաբերվող հարցերին քննարկվել, մասնակցել, դատական իշխանություններ ճանաչվելու, հնարավորություն էր լինելու անդամակցել միջազգային կառույցների, որոնք ճանաչելիություն չեն ենթադրում, ու այսպես շատ կետեր։ Էդ է ձեր արտաքին քաղաքականությունը։ Դե գագաթնակետը իհարկե Մյունխենյան սկզբունքներն են, այդ առանձին պատմություն է։ Ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում, թե ինչ վիճակում են դրանք գրվել։ Եվ ասենք վերջին 20 թվականի պատերազմից հետո ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչ, ԱՄՆ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնության նախագահ խոսել են ինքնորոշման իրավունքի մասին, հետո նաև Գերմանիայից են խոսել դրա մասին, կանցլերի մակարդակով, դուք դրա մասին չէիք խոսում։ Եվ որպես ամենավերջին կետ, դուք միակն էիք, ու դա ես չեմ ասել, Բոռելն է ասել, որ ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի կազմում։